Ժորժան, դե ինչ, մեր պահանջատիրությունը տվեց արդյունք, թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան 10,000 դրամով։ Այո, 10,000 դրամով նվազագույն թոշակը կբարձրանա, այնտեղ կա մի փոքր անարդարություն, որ ավելի շատ նվազագույնից ստացող թոշակառուները իրենց թոշակները ոչ թե 10,000 դրամով կբարձրանա, այլ մի փոքր ավելի քիչ, տեսնենք, թե ինչպիսի հաշվարկներ են, բայց ամենակարևորը, որ սկզբնական փուլում ժողովուրդը իր պահանջատիրությամբ հասավ արդարության։ Սա դեռ սկիզբն է, Ժորժ ջան։ Հիշում եք, որ առաջինը հանուն սոցիալական արդարության կուսակցությունը եւ ես որպես կուսակցության նախագահ Արման Ղուկասյանս բարձրաձայնեցինք թոշակների բարձրացման հարցը, որտեղ հասկացանք, որ թոշակառուների հանրային պահանջն է սա։ Հիմա որոշ քաղաքական ուժեր, գործիչներ փորձում են ներկայացնել, որ իրենց շնորհիվ է որ թոշակները բարձրացավ, իրենց պահանջի, իրենց պայքարի։ Ես էլ ասում եմ հետեւյալը. ժողովրդի, միայն ժողովրդի պահանջատիրությամբ, ժողովրդի պայքարով բարձրացավ թոշակները։ Ձեր շնորհիվ, Ժորժ ջան, ձեր պայքարի շնորհիվ, մեր բոլորի պայքարի շնորհիվ բարձրացան թոշակները։ Եվ այսպես պետք է պայքարենք բոլոր հարցերի շուրջ եւ հիշենք, որ մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, ու մենք անպայման դեռևս շատ ու շատ անգամ հասնելու ենք արդարության։ Տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ի մեջ։